Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնի հիմնական թողարկումն է, նախորդ թեմաները։ Բանակի օրվա ուղերձում վարչապետը կրկին համոզմունք է հայտնել, որ Հայաստանի օկուպացված տարածքները սահմանագծմամբ կվերադարձվեն։ Ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձում Արցախի բռնազավթումն է հիշատակել, վարչապետի հետ առճակատումը չի մեկնաբանել։ The Armenian Apostolic Church. Արտգործնախարարը ԵԽԽՎ-ում անդրադարձել է հոգևորականների դեմ հարուցված քրեական գործերին։ Կաթողիկոսը կարգալույծ է արել վարչապետին միացած Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, նա դատի էր տվել մայրաթոռին։ Դոնալդ Թրամփը Իրանին հուժկու հարվածով է սպառնում, եթե չկնքվի միջուկային համաձայնագիրը։ Ուկրաինան Պուտին-Զելենսկի բանակցություններ է առաջարկում, Ռուսաստանից նրան Կրեմլ են հրավիրում։ Приглашаем его в Москву и при этом обеспечим, гарантированно обеспечим безопасность его и необходимые условия для работы. Բանակի օրն է վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձում կրկին հավաստիացրել է, որ Հայաստանը պատերազմի չի պատրաստվում, որովհետև պատերազմ չի լինելու։ Ինչ վերաբերում է օկուպացված տարածքներին, ապա վարչապետը նորից համոզմունք է հայտնել, որ այդ հարցը կլուծվի սահմանազատման գործընթացում, թեև Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանի բանակը հետ չի քաշվելու։ Նիկոլ Փաշինյանն այսօր նաև պաշտպանության նախարարությունում է ելույթ ունեցել։ Ես ուզում եմ մենք սա առերես մենք էս փաստի, որ նախորդ շրջանում մենք գործարանային արտադրության զենքի շատ քիչ մատակարարում ենք ունեցել։ Բայց 2022 թվականի դրությամբ մենք նույնիսկ 100 միլիոնավոր դոլարներ ունենք փոխանցած պայմանագրերով, զենքի մեր մատակարարումները չէր արվում։ Իսկ մյուս տեղերում մեզ նաև երկրորդ հիմնավորում որ բերվում էր մեզ զենքի գործարքներից չանելու համար, այդ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ լինելն էր Հայաստանի Հանրապետության։ Իսկ իմ ասած մատակարարումների չանելուն զուգահեռ նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ակնհայտորեն չէր կատարում իր պայմանագրային պարտավորությունները մեր նկատմամբ։ Եվ այն փոփոխությունները, որ այսօր բանակում հնարավոր է, երկու որոշման արդյունքում ա եղել։ Ես ուզում եմ մենք բոլորս դա շատ հստակ գիտակցենք։ Առաջին 2022 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանավորվածությունները, որով մենք հայտարարել ենք, որ հենվելու ենք մեր միջազգային լեգիտիմության տրամաբանության վրա, եւ երկրորդ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամությունը սառեցնելը։ Եթե այդ երկու որոշումները չկայացվեր, հարգելի ներկաներ, մենք այս նշած բանակի բարեփոխումներից որևէ մեկը անելու հնարավորություն եւ առավել եւս ժամանակ չէինք ունենալու։ Բայց կարող եմ ավելին ասել։ Կարող է մենք նույնիսկ այսօր պետություն չունենայինք։ Եվ մենք այս փաստը շատ ուղիղ պետք է արձանագրենք։ Իշխանությունները երեկ էին գնացել Եռաբլուր, առաջին անգամ նշվում էր պատերազմում զոհվածների հիշատակի օրը։ Ընդդիմադիրները, որ դեմ էին այս նախաձեռնությանը, զինվորական Պանթեոն այսօր են այցելել, անդրադառնալով նաև վարչապետի ուղերձին։ Գիտեք, այն մարդիկ, ովքեր խոսում են զինտեխնիկայի ձեռքբերման մասին, լավ կլինի նաև խոսեն այն մասին, թե իրենց վարած քաղաքականության հետևանքով զինված ուժերի քանի միլիարդի զինտեխնիկա եւ սպառազինություն է ոչնչացվել կամ որպես ավար հանձնվել Ադրբեջանին։ Այսինքն այն մարդիկ, որոնց քաղաքականության հետևանքը մեր երկրի համար եւ տարածքային եւ մարդկային առումով եղել է ողբերգական, չեն խոսում դրա հետևանքների, դրա թվային արտահայտման մասին, բայց խոսում են զինտեխնիկայի ձեռքբերումների մասին։ Յուրաքանչյուր բանակ իր հաջողությունը, իր հաղթանակը, իր մարտունակությունները ցույց է տալիս գործով եւ ժամանակն է ապացուցել նաև այս իշխանության դեպքում, թե իրենց ունեցած ռեսուրսները, այդ թվում պետության հնարավորությունները ինչպես են վատնել կամ ինչպես են ծառայեցել թշնամական օրակարգերին։ Ես շատ մեծ անվստահություն ունեմ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ, որովհետև իմ աչքի առաջ գալիս է այն տեսարանը, երբ որ ինքը առել էր այն Su-30 SM բաները, այդ ինքնաթիռները, հետ գնացել էր, բարձրացել էր, ֆոտո էր անում, ցուցադրում էր, որ արդեն սրանով համարյա
կանխվում է պատերազմի հնարավորությունը, որ ինչ լուրջ տեխնիկա են առնում, իսկ հետո պարզվեց, որ ինքը չի առել դրա հետ կապված հրթիռները, չի առել օդաչուների տրեյնինգի հետ կապված ծառայությունները, բաները, պահեստամասերի սպասարկումը եւ այլն եւ այլն։ Այսինքն դա, որի ծախսելով հարյուրավոր միլիոն դոլարներ այդ Su-30 SM ինքնաթիռների վրա, մենք ձեռք էինք բերել մետալալում էինք ձեռք բերել, որը պատերազմի ժամանակ ոչ մի դեր չկատարեց։ Հիմա, եթե ես ոնց կարող եմ այդ մարդու ասածներին այս բանից հետո վստահել։ Ամենայն հայոց կաթողիկոսն էլ բանակի շնորհավորական ուղերձում Արցախն է հիշատակել, գրելով, որ Ադրբեջանն այն բռնազավթել է պատերազմով։ Բանակի թեման շարունակելով, հիվանդությունների ցանկը, որով երիտասարդներն ազատվում են ծառայությունից, խստացվել է, արդեն այս օրակոչին բանակ են գնացել առողջական այնպիսի խնդիրներ ունեցողները, որոնցով նախկինում առնվազն տարկետում էին ստանում, եթե ոչ ազատվում։ Իրավապաշտպանները խիստ մտահոգիչ են համարում այս մոտեցումը, հիվանդությունները բանակում կարող են սրվել։ Տարեվերջին կառավարությունը խստացրել է զորակոչիկների հիվանդությունների ցանկը։ Կան հիվանդություններ, որոնց դեպքում նախկինում ազատվում կամ տարկետում էին ստանում, այժմ ոչ։ Փորձ է արվում ուղղակի հնարավորինս ավելի շատ զորակոչել զինվորական ծառայության համար։ Ինչու է կառավարությունը որոշել բանակ զորակոչել նախկինում նույն հիվանդությամբ կամ ազատվող կամ տարկետում ստացող երիտասարդներին, եթե դեռ մեկ ամիս առաջ հայտարարում էր, անցում է կատարում պրոֆեսիոնալ բանակի, կես տարով կրճատում է ծառայության ժամկետը եւ չունի համալրման խնդիր։ Բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպան Նազելի Մովսեսյանին անհանգստացրել են այս փոփոխությունները, որոնք գործադիրն ընդունեց դեկտեմբերի վերջին կառավարության նիստում։ Վահանաձև գեղձի հատվածում ագրած թվականակի ավելացում, Արյան մասով նշած թվականակի ավելացում ու դրա մասին նշեցի իրականում հենց այս փոփոխությունը, թվականակի ավելացմանը միտված փոփոխությունն է, որը ակնհայտ նշվել է որոշման հիմնավորման այդ ամեն պարբերության ներքևում։ Կառավարության նիստում առանց քննարկման ընդունված փոփոխություններով այսուհետ բանակ կգնան օրինակ գլխուղեղի անոթային անոմալիա ունեցողները։ Պաշտպանության նախարարությունը հիմնավորել է, թե սրանք չունեն կլինիկական դրսևորումներ, չեն հանգեցնում գործառույթների խանգարման, չեն պահանջում բուժում, այսինքն այս ախտանիշով զինվորը ծառայության մեջ խնդիր չի ունենա։ Եթե դիտարկենք այս որոշման հիմնավորումը եւ յուրաքանչյուր հատվածի վերջում նշումը, թե ինչ է նախատեսվում, կտեսնենք, որ գրեթե 90% դեպքերում նախատեսվում է զորակոչիկների թվի աճ։ Արդյոք նման խնդիրներ ունեցողների վիճակը չի վատանա բանակային պայմաններում, հարցնում է իրավապաշտպանը։ Ընդգծում է, քաղաքացիական կյանքում մարդնազատ է գնալ բժշկի, ապրել համեմատաբար բարենպաստ կյանքով։ Արդյոք հաշվի առել են այս բոլոր հանգամանքները, նաև այն, որ շատ են բողոքները բժշկական հանձնաժողովներից, որոնք չեն տալիս հիվանդության ամբողջական ու օբյեկտիվ գնահատական։ Այսինքն, եթե մենք այստեղ ունենք մի խնդիր, որը ախտորոշվում է որպես բարենպաստ, բուժման կարիք չունեցող եւ այլն, արդյոք սա սուբյեկտիվ մոտեցում չէ բժշկական հանձնաժողովի կողմից, քանի որ կա նաեւ դրա հակառակ պատկերը, երբ որոշ դեպքերում զորակոչիկները սեփական միջոցներով հետազոտություններ անցնելով կարողանում են ապացուցել, որ խնդիրը իրականում շատ ավելի խորն է, քան ներկայացված է զորակոչային փաստաթղթերում։ Ի տարբերություն իրավապաշտպանների, պաշտպանության նախարարն այս փոփոխությունը դրական է որակում։ Սուրեն Պապիկյանը վերջին ասուլիսում հպարտությամբ էր նշում, 2023 թվականի համեմատ 2025 թվականին ունեցել են զորակոչի 19% աճ։ Բացատրեց, այս հաջողության պատճառներից մեկն էլ հիվանդությունների ցանկի խստացումն է։ Սա մեր փոփոխությունների ոչ միայն օրենսդրական, այլև կառավարության որոշումների, մասնավորապես 404-405 որոշումների փոփոխության արդյունքներն են, եւ սա համարում եմ էական հաջողություն։ Զորակոչի աճից բացի ռազմական գերատեսչությունն իր հիմնավորումներում շեշտում է նաև տնտեսական գործոնը։ Ըստ նախարարության, այս փոփոխությունների արդյունքում կնվազեն բուժման նպատակով քաղաքացիներին տրվող տարկետումների քանակները, ինչը թույլ կտա բացառել պետական միջոցների անհարկի վատնումը։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է ելույթ ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։ Նախորդային կառույցը բանաձև էր ընդունել, որով թեև մտահոգություն էր հայտնում վարչապետ Փաշինյանի եւ կաթողիկոսի միջև լարվածության կապակցությամբ, բայց քաղաքական հետապնդումների մասին զեկուցողները որևէ բառ չէին ասել, արժանանալով հայաստանյան ընդդիմության քննադատությանը։ Այսօր արդեն եվրոպացի պատգամավորներից մեկն է հարց ուղղել նախարարին։ The Armenian Apostolic Church is Չնայած շաբաթվա սկզբին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած զեկույցին, որում խորը մտահոգություն կար Հայաստանի վարչապետի եւ հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածության կապակցությամբ, եվրոպացի պատգամավորները դեռ հարցեր ունեն։ he has arrested a third of the bishops of Armenia. Խորհրդարանական վեհաժողովի նիստում արտգործնախարար Միրզոյանի ելույթից հետո պահպանողականների խմբից հարց հնչեց. Եպիսկոպոսների ձերբակալությունները վարչապետի հռչակած բարեփոխման ծրագիրն արդյոք կրոնական եւ խոսքի ազատության խախտում չէ։ Միրզոյանը պատգամավորի հայտարարությունը բամբասանք որակեց։ Պնդեց Հայաստանում հոգեվորականների նկատմամբ հալածանք չկա։ There is no persecution of clergymen in Armenia. Կա մի իրավիճակ, երբ Հայաստանի որոշ քաղաքացիներ հրապարակայնորեն կոչ են անում հեռացնել ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությանը, զինված հեղաշրջման միջոցով, եւ հրապարակայնորեն կոչեր են անում սպանել Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչների, այդ թվում ինձ։ Ինչպիսին կլինի ձեր որոշումը։ Ինչ գործողություններ կանեք այս իրավիճակում։ What would be your actions in this situation? Հայաստանում օրենքի գերակայություն կա եւ Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է ենթարկվեն օրենքին, լինի դա հոգեվորական, քաղաքական գործիչ, պաշտոնյա, չգիտեմ, դիրիժոր, արտիստ, ով էլ որ լինի։ Conductor, an artist, whoever. Հայաստանում իշխանության զավթման եւ ահաբեկչության փորձի համար մեղադրվում է Տավուշի թեմի նախկին առաջնորդ 2024-ին վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցային պայքար մղած Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Նաեւ դատարանի առաջ կանգնած իր 17 աջակիցները մեղքը չեն ընդունում, այն քաղաքական համարում, պնդում, որ որպես ապացույց ներկայացվող գաղտնալսումները խեղաթյուրված են։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ելույթի այնուհետև հարցուպատասխանի 1 ժամվա ընթացքում Արարատ Միրզոյանը մի քանի անգամ խոսեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մասին։ Հույս հայտնեց, որ խաղաղության վերջնական պայմանագիրը կկնքվի առաջիկա ամիսներին։ Անդրադարձավ Եվրամիության դիտորդներին, հիբրիդային պատերազմի վտանգներին, հայ գերիների վերադարձին։ Ըստ Միրզոյանի հաշտեցման գործում մեծ ներդրում կլինի բոլոր հայ գերիների ազատումը։ Ըստ Հայաստանի արտգործնախարարի բանակցություններն ադրբեջանական կողմի հետ շարունակվում են։ The recent release of the 4 Armenian prisoners. 4 հայ գերիների արձակումը մեզ հույս է տալիս, որ հաջորդիվ Ադրբեջանում պահվող մնացած 19 անձինք ազատ կարձակվեն։ Currently still held in Azerbaijan. 3 տարուց ավելի է Թուրքիան չի կատարում պայմանավորվածությունն ու չի բացում սահմանը երրորդ երկրների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար։ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը շարունակելով պայմանավորել հայ-ադրբեջանական կարգավորմամբ, բայց Հայաստանի արտգործնախարարն այսօր լավատես էր։ Հույս ունեմ, որ առաջիկա օրերի շաբաթների ընթացքում կտեսնենք սահմանի մասնակի բացում, այնուհետև սահմանը կբացվի լիովին։ Միրզոյանը կարծիք հայտնեց, որ ինչքան մոտենան խորհրդարանական ընտրությունները, հիբրիդային հարձակումները կավելանան։ Ազատության թշնամիները քնած չեն ընտրություններից 4 ամիս առաջ Արարատ Միրզոյանը հնարավոր միջամտություններին անդրադարձավ, առանց հստակեցնելու, թե ում նկատի ունի։ They are ready to pump millions of dollars into propaganda machines and illegal schemes of interference. Նրանք պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական ու միջամտության անօրինական սխեմաների մեջ, տիրապետում են գրեթե անսահմանափակ լրատվական ռեսուրսների, ցանկանում են խաթարել մեր ինքնիշխան ընտրությունը խաղաղության ու ժողովրդավարության համար, ցանկանում են վերադարձնել ավտորիտարիզմի, հարևանների հետ անվերջ հակամարտության եւ թույլ ինքնիշխանության խավարը։ Նրանք ցանկանում են օգտագործել ժողովրդավարության գործիքները ժողովրդավարությունը ոչնչացնելու համար։ Իհարկե առաջանում է դիլեմա՝ մի կողմից խոսքի ազատության պահպանման, լրատվամիջոցների կազմակերպության, մյուս կողմից չարամիտ անձանց դեմ պայքարելու վճռականության, բայց ես այստեղ եմ ասելու, նրանք չեն հաջողի։ But I stand here to tell you, they will not succeed. Միրզոյանը չշրջանցեց 1 տարուց առաքելությունն ավարտող Եվրամիության դիտորդական խմբին։ Արտգործնախարարն այսօր այս առաքելության տրանսֆորմացիայից էր խոսում, չնայած հայ-ադրբեջանական պայմանագիրը դեռ նախաստորագրված է։ Հենց այդ պայմանագրի նախագծով են Երևանն ու Բաքուն պատրաստվում որևէ երրորդ կողմի ուժեր համատեղ սահմանին չտեղակայել։ How
this mission can continue to support our internal. Իսկապես, առաքելությունը նպաստել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին կայունությանը, նաև հասկանում ենք, ժամանակն անցել է, հիմա ունենք խաղաղություն, պետք է մտածենք, ինչպես կարող է այս առաքելությունը նպաստել ներքին, միգուցե սահմանային կառավարման կարողությունների զարգացմանը։ Հայաստանի գլխավոր դիվանագետը եվրոպացի պատգամավորներին հավաստիացրեց, թե Փաշինյանի կառավարությունն իրականացնում է Եվրամիությանն ավելի մոտենալու քաղաքականություն։ Վիզաների ազատականացման բանակցություններն անցած տարեվերջին մեկնարկեցին, չնայած հետխորհրդային մյուս երկրների տարիներով ձգվող փորձին, Միրզոյանը հույս հայտնեց, որ առաջիկա ամիսներին, միգուցե հաջորդ տարի հայաստանցիներն առանց վիզա ճամփորդեն դեպի Եվրոպա։ Եվրամիության 27 երկրները, այդ թվում Հունգարիան, հավանություն են տվել Միության խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրմանը։ Անցած տարի Բուդապեշտն էր արգելափակել Երևանի հայտը, պայման դնելով, որ նույնչափ օգնություն նաև Ադրբեջանին տրամադրվի։ Բանակցություններից հետո, սակայն Հունգարիան փոխել է դիրքորոշումը։ 20 միլիոն եվրոն կուղղվի Հայաստանի զինված ուժերի եւ պաշտպանական կարողությունների ամրապնդմանը, լոգիստիկայի եւ բժշկական սարքավորումների ուսուցում տրամադրելու միջոցով։ Լրատվական կենտրոնն է ուղիղ եթերում, լուրերն անընդհատ թարմացվում են Ազատության Տելեգրամի ալիքում, իսկ թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Կաթողիկոսը կարգալույծ է արել վարչապետին միացած Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, նա դատի էր տվել մայրաթոռին։ Դոնալդ Թրամփը Իրանին հուժկու հարվածով է սպառնում, եթե չկնքվի միջուկային համաձայնագիրը։ Ուկրաինան Պուտին-Զելենսկի բանակցություններ է առաջարկում, Ռուսաստանից նրան Կրեմլ են հրավիրում։ Приглашаем его в Москву и при этом обеспечим, гарантированно обеспечим безопасность его и необходимые условия для работы. Ցորենից բացի հնարավոր է առաջիկայում նաև հեղուկ գազ եւ բիտում ներկրվի Ադրբեջանի տարածքով Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել։ Հիմա գնդակը բիզնեսի դաշտում է, լարսը փակվելուց հետո գազը կտրուկ թանկացել է վարորդների դժգոհությունը հարուցելով։ Եթե նույնիսկ Լարսում 6 մետր ձյուն գա, հեղուկ գազն ու բիտումը միևնույն է անխափան կմտնեն Հայաստան։ Ազատության զրույցում համոզմունք հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական նոր համաձայնությանը։ Նախորդին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հեղուկ գազի եւ բիտումի երկաթուղային փոխադրման մասին։ Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել էր, որ հայաստանյան գործարարներն արդեն իսկ կարող են օգտվել այդ հնարավորությունից։ Վերջին օրերին Հայաստանում հեղուկ գազի շուկայում լուրջ դեֆիցիտ էր առաջացել հենց Լարսի ճանապարհի փակման, ինչպես նաև Իրանում բողոքի զանգվածային ցույցերի հետևանքով։ Հայաստանցի վարորդները ոչ միայն դժվարությամբ էին հեղուկ գազ գտնում, այլև վառելիքի գինը 190 դրամից բարձրացել էր մինչև 300 դրամ, հարուցելով սպառողների դժգոհությունը։ Տաշիրում, Ստեփանավանում, ստեղ էլ մեծ մասում լցակայաններում գազ չկա, մի քանի օր արդեն չունենք։ Մի զապրավկի մեջ 8000 դրամի տարբերություն է տա։ Համարյա կրկնակի թանկացել է։ Ամեն տարի նույն բանն է, լարսը փակվում է, հեղուկ գինը թանկանում։ Այժմ, երբ ադրբեջանական կողմի հետ ձեռք է բերվել ադրբեջանական երկաթուղով հեղուկ գազի, ինչպես նաև բիտումի փոխադրման համաձայնություն, էկոնոմիկայի նախարարը համոզված է, Լարսում եթե ճանապարհն անգամ փակվի, այդ ուղին կաշխատի եւ վառելիքը կհասնի Հայաստան։ Հայաստանում չկա խնդիր, որը կապված չի մեր սահմանների փակ լինելու հետ։ Եվ հիմա սա հնարավորություն կտա այդ հեղուկ գազի եւ բիտումի հետ կապված այլընտրանքային ուղի գտնել եւ ուղի եւ ճանապարհ։ Իսկ դուք ակնկալում եք, որ այս ուղղության, այսինքն Ադրբեջանի տարածքով այդ ներկրումից հետո նաեւ գների որոշակի փոփոխություն կլինի, որտեղ բավական բարձրացել էին գները, օրինակ հեղուկ գազի մասով։ Նպատակը միշտ դա է, հնարավորինս անխափանություն ապահովել ապրանքների եւ բնականաբար տրանսպորտային ծախսերի հնարավորինս նվազեցում, հետևաբար ինքնավերքի իջեցում։ Թե հայկական կողմից ով է բանակցել Բաքվի հետ վերջին համաձայնության շուրջ էկոնոմիկայի նախարարը հրաժարվեց ասել, նշելով, թե բանակցողը եթե հարկ համարի կտեղեկացնի այդ մասին։ Անցած տարվա հոկտեմբերին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը։ Արդեն նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվեց ռուսական եւ ղազախական ծագման ցորեն։ Անցած դեկտեմբերին խորհրդային միության փլուզումից հետո առաջին անգամ Հայաստան ներկրվեց շուրջ 1300 տոննա ադրբեջանական բենզին։
Այս տարվա հունվարին արդեն ներկրվեց եւս 2800 տոննա պրեմիում եւ ռեգուլյար տեսակի ադրբեջանական բենզին, ինչպես նաեւ դիզելային վառելիք։ Ադրբեջանական բենզինի ներկրումից հետո մեկ ամսվա ընթացքում հայաստանյան շուկայում բենզինի գները նվազեցին մինչեւ 60 դրամով։ Պրեմիում տեսակի բենզինի նվազագույն գինը, այսինքն որ շուկայում հնարավոր է ձեռք բերել, նվազել է 15%-ով եւ նախկին 510 դրամի փոխարեն 1 լիտրի դիմաց այսօր արդեն 430 դրամ է։ Ինչ փոփոխություններ կարձանագրվեն առաջիկայում արդեն Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի եւ բիտումի ներկրումից հետո։ Վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերություններն առայժմ կանխատեսումներ չեն անում։ Իշխանական падգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Մեգատրեյդ ընկերությունը, որ զբաղվում է վառելիքի ներկրմամբ ու նաեւ ադրբեջանական բենզին գնաց եւ Հայաստան ներկրած ընկերություններից մեկն է, առայժմ դժվարանում է ասել, թե որքանով է այս նոր հնարավորությունը շահեկան բիզնեսի համար։ Մեգատրեյդն այժմ հեղուկ գազը ներկրում է Ռուսաստանից, Վրաստանի տարածքով։ Ընկերության տնօրեն Կարեն Հայրյանն Ազատության հետ զրույցում ասաց, որ դեռևս պետք է ուսումնասիրեն ադրբեջանական երկաթուղով հեղուկ գազի ներկրման հնարավորությունները։ Կախված է լինելու սակագնից, տեղափոխման արժեքից, այդ ուղու ծանրաբեռնվածությունից, բազմաթիվ տնտեսական գործոններ կան։ Իհարկե, հավելյալ ուղին միայն դրական էֆեկտ կբերի։ Ձեռներեցները գները կնայեն, տնտեսական շահավետությունը կգնահատեն։ Եթե մեկի փոխարեն երկու այլընտրանքային ճանապարհ կա, դա միշտ լավ է։ Իհարկե, այդ ուղությունը չի կարող մեզ չհետաքրքրել որպես գործարար, բայց դա պետք է ուսումնասիրել։ Ինչ վերաբերում է բիտումին, որն օգտագործվում է ճանապարհաշինության եւ շինարարության մեջ որպես կապակցող նյութ, ապա այս շուկայում իր իրավիճակը ժամանակ առ ժամանակ սրվում է։ Անցած ամռան օրինակ Իրано-իսրայելական պատերազմի ընթացքում Իրանից բիտումի ներկրումը Հայաստան գրեթե դադարեցվել էր։ Ներկրողները պահեստային պաշարներն էին օգտագործում։ Հայաստանը, որ այս նավթամթերքը Իրանից բացի գնում է նաեւ Ռուսաստանից, անցած տարի ներկրել էր շուրջ 100,000 տոննա բիտում։ Նավթամթերքի ներկրման այլընտրանքային հնարավորություններին զուգահեռ փորձեր են արվում նաեւ Հայաստանում բիտումի արտադրություն կազմակերպելու համար, առայժմ առանց գործնական արդյունքի։ Իշխանական падգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Mega Production ընկերությունը դեռ 2022-ի վերջին ձեռք էր բերել Սուրենավանի բիտումի գործարանը, որը մինչ այդ պատկանում էր ռուսական Ռոսնեֆտին։ Սուրենավանի բիտումի գործարանը սակայն առ այսօր արտադրանք չի տալիս, գործարանը դեռևս հավելյալ ներդրումների կարիք ունի։ Եթե Հայաստանը անցած տարեվերջից ադրբեջանական բենզին է ներկրում եւ Ադրբեջանի երկաթուղին տարանցման համար օգտագործում, ապա Բաքուն գոնե հրապարակային մակարդակում մինչեւ օրս անպատասխան է թողել թե հայկական ապրանքներ ներմուծելու եւ թե Հայաստանի տարածքը բեռնափոխադրումների համար օգտագործելու Երևանի առաջարկը։ Անկարան հայտնում է, որ Հայաստանից Թուրքիայի արտահանձնվել միջազգային հետախուզման մեջ գտնվող մեկ անձ, որը մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքներում սպանության, ավազակային հարձակման եւ փաստաթղթերի կեղծման համար։ Նման նախադեպ արդեն եղել է, երբ Ինտերպոլի հարցմամբ Երևանը հետախուզվողների էր ուղարկել Թուրքիա։ Ներքաղաքական կամ ավելի ճիշտ եկեղեցական գլխավոր թեման կաթողիկոսը 3 կարգալույծ արեց վարչապետին միացած 10 հոգևորականներից մեկին, Գևորգ եպիսկոպոսին, որը դատի էր տվել Գարեգին II-ին։ Իշխանության ներկայացուցիչները միանգամից արձագանքեցին։ Գևորգ եպիսկոպոս Սարոյան Մայրաթոռի կայքում այս էջն այլևս փակված է։ Երեք երեկոյից էջմիածինը նրան մեզ նման աշխարհիկ մեկը դարձրեց, զրկեց եպիսկոպոսական կարգից։ Կաթողիկոսի որոշմամբ Գևորգ Սրբազանը հիմա Արման Սարոյանն է, մեջբերում Մայրաթոռի հաղորդագրությունից։ Կարգալուծության համար հիմք է ծառայել, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու եւ մայրավանք վերադառնալու վերաբերյալ հայրապետական տնօրինությունը, խոչընդոտելով թեմի բնականon գործունեությունը եւ դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար։ Այս եպիսկոպոսն ըստ Մայրաթոռի եկեղեցական կանոններից շեղվել է անկարգ գործողություններով դրժել հնազանդության ուխտը։ Եկեղեցու բարձրագույն եպիսկոպոսական դասից զրկելու դեպքերը շատ չեն։ Այսպիսի բան մեկ էլ 18 տարի առաջ էր։ Բանակի տոնին այսօր եռաբլուրում էր ամենայն հայոց կաթողիկոսը հոգևորական շքախմբի հետ, հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին, աղոթելու նրանց հոգիների հանգստության համար։ Զինվորական պանթեոնում վեհափառը շուրջ կես ժամ լռեց բազմաթիվ հարցերին ի պատասխան։
Վեհապար եպիսկոպոսների ժողով հարկավոր էր Գևորգ Սրբազանին կարգալույծ անելու համար, թե ոչ։ Իր հրաժարականը պահանջող մյուս միաբաններին էլ է նույնը սպասվում։ Փաշինյանի մեղադրանքներին կարձագանքեք, զավակ ունեք, ձեզ կձերբակալեն, Վեհապարը անբար քայլեց հարցերի տարափի ներքո։ Չունեք մտավախություն, որ ձեզ եւս կձերբակալեն։ Լրությունն ընդհատեց կարճ ժամանակով հիշեցնելու, թե ինչի համար են հավաքվել։ Մենք ձեզ մի խնդրանք ենք ներկայացնում։ Չխաթարել օրվա խորհուրդը։ Թույլ տալ, որ մենք ապրենք այս օրը օրվա խորհրդի մեջ։ Մենք այս առիթով մեր ուղերձը հղել ենք։ Եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակի առջև։ Նրան ուղեկցող հոգևորականները նույնպես հրաժարվեցին մեկնաբանել եպիսկոպոսին կարգալույծ անելու որոշումը։ Միայն Մուշեղ Սրբազանը կես բերան նետեց, եպիսկոպոսական ժողով այդ որոշման համար պետք չէր։ Եպիսկոպոսա ժողովը այլ հարցերի համար է լինելու Վիեննայի հարակից քաղաքում։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շուրջ 30 տարվա հոգևորական էր։ Նրան կուսակրոն քահանա, ապա եպիսկոպոս ձեռնադրել ու օծել է Գարեգին II կաթողիկոսը։ Նա Մասյացոտնի թեմի առաջնորդն էր։ Շուրջ 2 ամիս առաջ Գևորգ Սրբազանը 9 այլ միաբանների հետ միացավ Նիկոլ Փաշինյանի վեհարանը վեհապարից ազատելու արշավին։ Մինչև այդ բացառում էր, թե որևէ հոգևորական կմիանա վարչապետին։ Միացողների ապագան էլ գիտեր։ Եթե դու դեմ գնացիր նվիրապետության որոշմանը, դիրքորոշմանը կեսվածքին, այդ ժամանակ դու դառնում ես ուխտադրուժ։ Հետո արդեն Գևորգ Սրբազանը հայտարարեց կաթողիկոսին պաշտպանում էր, որովհետև չգիտեր, որ նա եկեղեցին ծառայեցնում է արտաքին ուժերին։ Մինչև այս կարգալուծության որոշումը Մայրաթորը Գևորգ Սրբազանին պաշտոնանկ էր արել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից։ Այնտեղ նոր առաջնորդական տեղապահ էր նշանակվել, սակայն թեմի նախկին առաջնորդը դատի տվեց Մայրաթորին։ Դատարանն էլ ժամանակավորապես վերականգնեց նրան թեմի առաջնորդի պաշտոնում, մինչև այս գործով վերջնական վճիռ լինի։ Մասյացոտնի թեմն այժմ 2 անհավասար մասի է բաժանված։ 24 քահանաներից 20-ը նորանշանակ տեղապահի հետ են, 4-ը այժմ կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսի։ Մասիսի առաջնորդանիստ եկեղեցին նախկին եպիսկոպոսի հսկողության տակ է, տարածքից չեն հեռանում նաև ոստիկանները։ Կարգից զրկված հոգևորականը մեր զանգերը անպատասխան թողեց։ Եկեղեցու բարենորոգման գործին միացած միաբաններից մեկի հետ զրուցեցինք, ասաց կաթողիկոսը չարաշահում է իր պաշտոնը, առանց եպիսկոպոսական ժողովի կամ առանց նրանց գրավոր համաձայնության եպիսկոպոսի կարգալուծություն չի կարող լինել։ Իշխանական թիմից էլ շտապում են կրկնել Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ, նրա որոշումները ոչինչ չեն նշանակում։ Հայ եկեղեցին մինչև այժմ հստակ ու կանոնական պատասխան չունի, թե ինչ է կարգալուծությունն ու ինչպես պիտի արվի, ասում են նախկին վարդապետ Սարգիս Յազիչյանը։ Տեր-Զավեն վարդապետը 8 ամիս առաջ կարգալույծ հռչակվեց։ Այդ որոշումը չի վիճարկում, բայց ասում է, տասնամյակներով չլուծվող հարց է դարձել, եկեղեցին սահմանադրություն չունի։ Մինչև այսօր փաստաթղթավորված, այսինքն թղթի վրա գրված որևէ կանոն, որևէ օրենք, որ հաստատված է եկեղեցու կողմից, որ իմանաս այս մարդը խախտում է օրենքը ու պետք է պատասխանատվություն կանչվի, չկա նման բան։ Կաթողիկոսը եպիսկոպոս է, որը հավասարների մեջ առաջինն է, իրավունք չունի մի եպիսկոպոս մյուս եպիսկոպոսին պարզապես լինի քմահաճություն, լինի, չգիտեմ, անձնական ող կամ ինչ-որ անձնական դրդում կամ կամայականություն, իրավունք չունի պարզապես միանձնա կարգալույծ անել մյուս եպիսկոպոսին։ Եպիսկոպոսին կարող է կարգալույծ անել եպիսկոպոսական ժողովը։ Ըստ նախկին հոգևորականի խնդիր է նաև այն, որ եպիսկոպոսական կարգից զրկվելուց առաջ հոգևորականը զրկվել է իրեն պաշտպանելու հնարավորությունից, Մայրաթոր քննարկման չի կանչվել։ Էջմիածնի հայտարարությունից հասկանում ենք, թե մի առաջնորդը պաշտոնանկությունից հետո պետք է Մայրաթոր մայրավանք տեղափոխված լիներ։ Խորհրդարանական ընտրություններին 4 ամիս է մնացել, ընդդիմադիր որոշ ուժեր դեռ միավորվելու կոչեր են անում, մյուսներն արդեն նախընտրական ցուցակի վրա աշխատում, բացառելով դաշինքները։ Այսօր արդեն կարելի է ասել, որ մեկ մեծ բևեռ չի ձևավորվի, նախկին 3 նախագահները չեն համագործակցելու, Սամվել Կարապետյանն էլ առնվազն նախընտրական փուլում այլ կուսակցություններ չի տեսնում իր ցուցակում։
թեև ընդդիմադիր ուժերը խորհրդարանական ընտրություններին գլխավոր նպատակ են հռչակել վարչապետ Փաշինյանին իշխանազրկելու հարցը, այնուամենայնիվ այդ օրակարգի շուրջ համախմբում դեռ չկա։ Ընտրություններին դաշինքով մասնակցելու եւ այդ հարցով բանակցություններ սկսելու որոշման մասին մոտ 2 շաբաթ առաջ հայտարարեց Դաշնակցությունը, որ քաղաքական ուժերի հետ են այս շաբաթներին բանակցել եւ կան արդյոք որոշումներ։ Պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնեց հիմնական քննարկումները երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ են ընթանում։ Ասաց շարժվում են եղած ձևաչափը պահպանելու ուղղությամբ։ Այդտեղ մենք խորը անկյունաքարային տարաձայնություններ ոչ միայն չունենք, այլ ունենք մոտավոր նմանատիպ պատկերացումներ։ 2021-ի արտահերթ ընտրություններին Դաշնակցությունը եւ Վերածնվող Հայաստանը համախմբվեցին երկրորդ նախագահի շուրջ։ Ձևավորվեց Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ։ Եթե քննարկումները Հայաստան դաշինքի ձևաչափը պահպանելու շուրջ են, սա նշանակում է, որ այս դաշինքում առանձին անհատներ կլինեն, բայց նոր քաղաքական ուժեր ոչ։ Որևէ խնդրահարույց չի մեզ համար, այսինքն բաց ենք այդ ֆորմատի համար, եթե անհատներ են, էլի որևէ կաշկանդում չկա, որ օրինակ քաղաքական ուժի ներկայացուցիչներ չեն կամ առանձին քաղաքական ուժ չեն։ Ինչ նոր անուններ կլինեն ցուցակում, ովքեր դուրս կմնան եւ ի վերջո դաշինքը կրկին կառաջնորդի Ռոբերտ Քոչարյանը։ Դաշնակցական Վարդանյանն ասաց, վերջնական որոշումներ սպասվում են փետրվարի վերջին։ Իսկ մինչեւ այդ նշեց, հակված են պահպանել դաշինքի անվանումը։ Ընտրություններին մասնակցել չմասնակցելու հարցը անցած շաբաթ առաջին անգամ քննարկել են նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետականի գործադիր մարմնում։ Բավականին ծավալուն շուրջ 3-3.5 ժամանոց քննարկում է եղել, որի հետ կապված որոշում չի կայացվել եւ քննարկումները այս թեմայով շարունակվելու են։ 2021-ի արտահերթին Հանրապետականը եւս մասնակցեց դաշինքով։ Ցուցակը գլխավորում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որը ընտրվելուց մոտ 1 տարի անց վայր դրեց մանդատը։ Աբրահամյանն ասաց, մասնակցության ձևաչափն առհասարակ չեն քննարկել։ Ընդ որում, միջև ընտրությունները վարչապետին իմփիչմենթով հեռացնելու իրենց օրակարգը փակված չեն համարում։ Պատիվ ունեմը ամիսներ առաջ է նման նախաձեռնությամբ հանդես եկել, ստացել նաև Հայաստան խմբակցության ստորագրությունները, բայց գործընթացն առաջ չի գնում։ Մինչ խորհրդարանական ընդդիմությունը իր պատկերացումներն է փորձում ձևավորել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, կոնկրետ 1 կամ 2 ընդդիմադիր դաշինքներով մասնակցելու առաջարկ են անում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը։ Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսից կարծում են, ընդդիմադիր դաշտը պետք է համախմբվի գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի շուրջ։ Ակնհայտ է, որ հիմա կա ֆավորիտ։ Հա, Այդ Կարապետյանից քաղաքական ուժն է, հա, իհարկե բանակցում ենք։ Մեր ձևով շարժման հետ բանակցություններից Զուրաբյանն ասաց, քանի արդյունք չկա, մանրամասներ չի հայտնի։ Իսկ ընդհանուր առմամբ, ինչու ընդդիմադիրների համախմբում իրենց իսկ հռչակած գլխավոր օրակարգի Նիկոլ Փաշինյանի հեռացման շուրջ դեռ չի նշмарվում։ Ինչն է խանգարում։ Շատ վատ բան եք ինձ առաջարկում, որ ես հիմա սկսեմ մեղադրանքներ մեղքեր բաշխել, մեղադրանքներ ներկայացնել եւ այլն։ Ես կարող եմ ընդհանրապես ասեմ, մեր դիրքորոշումը շատ ճկուն է։ Մենք առաջարկել ենք այդ կոմիտեի մոդելը, որտեղ այդ լիդերության համար պայքարից խուսափելու համար մենք ասում ենք եկեք ստեղծենք կոմիտե, որը հետագայում կընտրի, ասենք, վարչապետի տեխնացուն։ Հասկանում եք, դա շատ ճկուն մոդել է, մենք առաջարկել ենք, ոչ ոք չի մերժում հերքում, բայց գործը առայժմ առաջ չի գնում։ Այսինքն լիդերության շուրջ ամեն դեպքում կան խնդիրներ։ Իսկ դուք ոնց եք կարծում, ոնց կարող է չլինի։ Զուրաբյանը, որ պատրաստ է միավորման դեպքում չլինել վարչապետի տեխնացու, չհստակեցրեց, որ ուժերն են այդ հարցում անզիջում։ Մեր ձևով շարժման վարչապետի տեխնացուն Նարեկ Կարապետյանն է։ Այս մասին պաշտոնապես կհայտարարվի փետրվարի 12-ին։ Կարապետյանն այսօր մեկնաբանություններից հրաժարվեց։ Կներեք, մենք այսօր չենք պատասխանի հարցերի, շնորհակալ եմ շատ։ Արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից Սամվել Կարապետյանի հետ քննարկումների մասին հայտնել է նաև ընդդիմադիր մեծ դաշինք ձևավորելու կողմնակից Լուսավոր Հայաստանը, բայց կրկին առանց կոնկրետ արդյունքի։ Ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել են նաև Երևանի Ավագանիում քաղաքացիական պայմանագրի կոալիցիոն գործընկեր Հանրապետություն կուսակցությունը։ Վարչապետի տեխնացուն Արամ Սարգսյանն է։ Ընտրություններին մասնակցելու են նաև նախկին Միպարման Թաթոյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Քաղաքացիական պայմանագիրը միայնակ է մասնակցելու։ Իշխող ուժից կարծում են 50%-ից ավելի ձայն կստանան։
Առաջկա ընտրություններում հնարավոր է լինի նաև բոլորին դեմ եմ քվեաթերթիկ, թեև օրենքով նման բան նախատեսված չէ, այդ անունով կուսակցություն է ստեղծվում, նախաձեռնության հեղինակները խոստանում են քվե ստանալու դեպքում արագ մի քանի էական բարեփոխումներ անել, ապա լուծարել իրենց քաղաքական ուժը եւ նշանակել նոր ընտրություններ։ Հներին դեմ, նորերին դեմ, բոլորին դեմ եմ քաղաքացիական նախաձեռնությունը փաստացի արդեն պետք է դառնա կուսակցություն, որպեսզի այն գաղափարներն ու մտքերը, որը ուզում եք դառնա իրականություն, կյանքի կոչեք ընտրությունների շնորհիվ, ով է ձեր վարչապետի թեկնածուն։ Վարչապետի թեկնածու մենք կունենանք այն ժամանակ, երբ որ դա օրենքով պարտադիր ժամանակահատվածին հասնենք, այսինքն երբ որ ուժերը առաջադրում են վարչապետի թեկնածուներ, եւ ինչի ենք մենք այդ պահը հետաձգում, որպեսզի հնարավորինս լայն ընտրանոց ընտրվի այդ մարդով, որ կկատարի օրակարգը։ 400-ից ավելի անդամ ունեցող բոլորին դեմ եմ շարժումում հիմնականում երիտասարդներ են, շատերը հանրությանն անծանոթ։ Հանրային քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը վստահ է, սա խնդիր չէ, կարևորը օրակարգն է, որի շուրջ հավաքվել են անգամ գաղափարական տարաձայնություններ ունեցող մարդիկ։ Իսկ օրակարգում 3 հարց կա. ընտրություններում հաղթելու դեպքում կազմել 100 օրվա կառավարություն, կատարել 3 անհրաժեշտ փոփոխություն, այնուհետև ինքնալուծարվել եւ արտահերթ ընտրություններ կազմակերպել։ Գոյություն ունեցող խաղի կանոնների պայմանում մենք ինչ ընտրություն էլ կատարում ենք, համակարգը ընտրվածին վերածում է թագավորի, հետո մենք մեր կյանքն ու երիտասարդությունը վատնում ենք թագավորներից ազատվելու երկարատև ու հյուծող պայքարի վրա։ Ոչ մեկ չի ասում, որ գալիս է որպես թագավոր, այդ հետո է դառնում թագավոր։ Իհարկե, եւ դա համակարգի կանոններից է։ Հետո չգա եւ թագավոր չեք դառնա։ Երաշխիքը այն է, որ մենք նախատեսում ենք 100-օրյա կառավարություն, որը ընդ որում իր օրակարգերը կատարելու համար կախվածության մեջ է լինելու նաև ազգային ժողով անցած մյուս ուժերի քվեարկությունից։ Այդ պայմաններում, երբ որ կա բալանսներ, հակակշիռներ, 100 օրում թագավոր դառնալ հնարավոր չի։ 100 օրում մենք կանենք մեր որոշած խոստացած փոփոխությունները, դրանից հետո կազմակերպվեն նոր արտահերթ ընտրություններ, որին ի դեպ չի մասնակցի այդ 100-օրյա կառավարությունը։ Խոստանում են հանել կայուն մեծամասնությունը, իջեցնել ընտրական շեմը հասցնելով 1%-ի։ Իդեպ Միքայել Նահապետյանը խորհրդարանական վերջին 2 ընտրություններին մասնակցել է քաղաքացու որոշում կուսակցության կազմում։ Այս ուժը 2 դեպքում էլ անցողիկ շեմը չի հաղթահարել։ Բևեռացված քաղաքական համակարգում պոպուլիզմի պայմաններում միշտ հաղթելու է նա, ով որ այտենց շատ բարձր է հայոյում, ով որ կարում է ընտրողին ներկայացնի, որ այ մենք կկործանվենք, եթե դուք չգաք ինձ ընտրեք։ Իսկ այդ խոսակցությունը միշտ չի, որ ճշմարտության մասին է 1, ու միշտ չի, որ լուծումների մասին է 2։ Մենք առաջարկում ենք ունենալ նորմալ պարլամենտ, որտեղ կան գերիշխող քաղաքական հոսանքներ եւ ալտերնատիվ կարծիքներ, որոնք կարան այդ գերիշխող հոսանքներին բերեն ինչ-որ մի քիչ այլ ուղղությամբ, կառուցողականության ուղղությամբ, լուծումներ գտնելու ուղղությամբ։ Եթե գերիշխող հոսանքները չգնան այդ ուղղությամբ, իրանք աճացնելու են բոլորին դեմեմի կոմպոնենտը։ Փետրվարի 1-ին կգրանցեն բոլորին դեմը որպես կուսակցություն։ Քաղաքական նպատակին հասնելու դեպքում 3-րդ խոստումը կլինի հաջորդ ընտրություններում արդեն ավելացնել բոլորի դեմեմ քվեաթերթիկը։ Հիմնավորումն այն է, որ նախորդ 2021-ի ընտրություններում շատերը բոլորին դեմ էին, բայց ստիպված քվեարկեցին մի որևէ փոքր ուժի օգտին, արդյունքում ձայների մոտ 20%-ը փոշիացավ։ Նահապետյանի խոսքով բոլորին դեմեմը կարող է ծառայել այդ ձայների կենտրոնացմանը։ Փակուղի չէ սա արդյոք, եթե հաղթում է բոլորին դեմը։ Բոլորին դեմեմ քվեաթերթիկը մահակա քաղաքական համակարգի դեմ, որպեսզի քաղաքական համակարգը իմանա, որ պետք է աշխատել քաղաքացու հետ ու հանուն քաղաքացու, որպեսզի հանկարծ քաղաքացին չբարկանա, չգա քվեարկի բոլորին դեմեմ ու չստեղծի խնդիրներ քաղաքական դաշտի համար։ Այդ փոփոխության արդյունքում մենք ունենալու ենք հեզ, խոնարհ ու ժողովրդին ծառայող քաղաքական ուժեր, որովհետև հակառակ դեպքում քաղաքացիները գալու են ու խառնեն բոլոր քաղաքական ուժերի պլանները։ 100 օրում համակարգային փոփոխություններն իրատեսական են համարում, իսկ որն է երաշխիքը, որ սա նախ հերթական նախընտրական խոստումը չէ եւ որ 100 օր հետո իսկապես ինքնակամ կհեռանան։ Երաշխիքը բալանսներն է, որովհետև այդ կառավարությունը հենված է լինելու պարլամենտի բոլոր ուժերի քվեարկությունների վրա կամ առնվազն ուժերի մեծ մասի քվեարկության վրա,
խախտել խոստումները, կորցնել հանրային աջակցությունը, նշանակում է շատ ուղիղ հայտնվել փակ ուղում։ 8 տասնյակ ֆինանսական աջակցող ունեն։ Իրեն ինքնալուծարվող կուսակցություն կոչող քաղաքական ուժի անդամ Միքայել Նահապետյանի խոսքով շարքային քաղաքացիներն են, որոնց թիվը դանդաղ, բայց աճում է։ Քաղաքական համագործակցության առաջարկներ երիտասարդներին, ասում է, չեն եղել։ Իրենք էլ իրենց 100 օրվա օրակարգից դուրս կապեր չեն փնտրում։ Միջազգային լրահոսից որոշակի անում են խաղաղության ամերիկյան պլանի խնդրահարույց երկու կետերը։ Անվտանգության Վաշինգտոնի երաշխիքների դիմաց Կիևին առաջարկվում է հրաժարվել Դոնբասից ամբողջությամբ, Ուկրաինան էլ իր հերթին Զապորոժիեի ատոմակայանի վերահսկողությունն է պահանջում։ Բայց կողմերը կարծես զիջման դեռ պատրաստ չեն, միաժամանակ Պուտինն ու Զելենսկին միմյանց հանդիպման են կանչում։ Եթե Ուկրաինայի նախագահը պատրաստ է գալ Մոսկվա եւ քննարկել հարցերը, որոնց շուրջ դեռ համաձայնություն չկա, ապա Ռուսաստանը պատրաստ է իր աշխատավորել Վլադիմիր Զելենսկիի անձնական անվտանգությունը, հայտարարել է նախագահ Պուտինի օգնականը։ Պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Յուրի Ուշակովն ասել է, որ նման հանդիպումը պետք է նախապես շատ լավ պատրաստվի եւ կոնկրետ արդյունքներ ունենա։ Նրա փոխանցմամբ ամերիկյան կողմի հետ քննարկումների ժամանակ այս հարցը մի քանի անգամ քննարկվել է։ Вопрос для нас не новый. Он, кстати, обсуждался. Այս հարցը մեզ համար նորություն չէ։ Այնքանիցս քննարկվել է մեր նախագահ Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Թրամփի միջև հեռախոսազրույցների ժամանակ։ Այս զրույցների ընթացքում Թրամփը մասնավորապես առաջարկել է, որ մենք դիտարկենք այս հնարավորությունը։ Трамп, в частности, предлагал нам рассмотреть такую возможность. Մինչ այդ Ուկրաինայի արտգործնախարարն էր հայտարարել, որ Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ եւ քննարկել երկու հարցերը, որոնց շուրջ Աբու Դաբիում անցած շաբաթվա եռակողմ բանակցությունների ժամանակ կողմերը չեն համաձայնել։ Ուկրաինսկայա Պրավդային տված հարցազրույցում Անդրեյ Սիբիգան ասել էր, որ խոսքը տարածքների եւ պատերազմի ժամանակ ռուսական վերահսկողությանն անցած Զապորոժիեի ատոմակայանի ապագայի մասին է։ Ռուսաստանը պնդում է, որ ուկրաինական զորքը դուրս գա ողջ Դոնբասից, ինչն Ուկրաինան անընդունելի է համարում։ Կիևն էլ զուգահեռ պահանջում է, որ Ռուսաստանն իրեն վերադարձնի Զապորոժիեի ատոմակայանը։ Սիբիգան նաև նշել էր, որ խաղաղության ամերիկյան պլանի շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններում որակական փոփոխություն կա։ Ըստ նրա հիմա երկու փաստաթուղթ կա սեղանին, որոնք կարող են ստորագրվել։ Եթե խոսքը կոնկրետ 20 կետանոց շրջանակի մասին է, ապա դա դեռ երկկողմ փաստաթուղթ է, որը կստորագրեն ԱՄՆ-ն եւ Ուկրաինան։ Դե ԱՄՆ-ն էլ պետք է փաստաթուղթ ստորագրի Ռուսաստանի հետ։ Այս պայն սա է քննարկվող նախագիծը, բայց բանակցությունները շարունակվում են։ Սա գործընթաց է։ Ուկրաինայի գլխավոր դիվանագետը պարզաբանել էր, ԵՄ ստորագրությունը չի լինի որևէ փաստաթղթի տակ, թեև բոլոր դրույթները համաձայնեցվում են նաև եվրոպացի դաշնակիցների հետ։ Սա սկզբունքային հարց է, ընդգծել է նա։ ԱՄՆ նախագահն իր հերթին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցություններում դրական զարգացումներ են տեղի ունենում։ Մանրամասներ սակայն Դոնալդ Թրամփը չի հայտնել։ Ուկրաինայի նախագահն էլ երեկոյան ուղերձում ասել է, որ ինտենսիվ աշխատում են, որպեսզի թե Ուկրաինան, թե Եվրոպան անվտանգության երաշխիքներ ստանան եւ հնարավոր լինի պատերազմն արժանապատիվ կերպով ավարտել։ Զելենսկին կրկնել է, որ Ռուսաստանն է սանձազերծել պատերազմը, Ռուսաստանն էլ պետք է դադարեցնի այն։ Բոլորն են հասկանում, որ սա Ռուսաստանի պատերազմն է եւ այն դադարեցնելու պատասխանատվությունը նույնպես Ռուսաստանի վրա է եւ Ռուսաստանը պետք է ճնշման ենթարկվի։ Այսօր էլ Զելենսկին սոցցանցում գրել է, որ պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնման մասին ԱՄՆ-ի հետ կնքվելիք համաձայնագրում Կիևը մի շարք ոլորտներ է առանձնացրել, որոնք պետք է ավելի խորությամբ մշակվեն։ Այս ընթացքում կողմերը շարունակել են փոխադարձ հարվածները Խարկովում ռուսական անօդաչուն հարվածել է մարդատար գնացքի, որում մոտ 200 ուղևոր է եղել, 5 մարդ է սպանվել, եւս մեկը համարվում է անհետ կորած։ Անօդաչուի հարվածից երկուական զոհ էլ կա Սումիի եւ Կիևի մարզերում։ Կիևի Բելգորոդկա գյուղում Ազատության ուկրաինական ծառայության ռազմական թղթակից Մարիան Կուշնիրը ռուսական հրետակոծությունից բռնկված հրդեհից 4-ամյա երեխայի է փրկել։ Խերսոնում ռուսական անօդաչուն հարվածել է հիվանդանոցի, 2 բուժաշխատող է վիրավորվել, եւս 3 վիրավոր կա Օդեսայում։ Զապորոժիեում էլ վիրավորվել է 4 Մայրաքաղաք Կիևում դեռ 737 բազմաբնակարան շենք էլեկտրաէներգիա չունի։ Ուկրաինական զինուժն էլ Վորոնեժում հարվածել է նավթամբարի, որտեղ հրդեհ է բռնկվել։ Ըստ Վաշինգտոնում գործող ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրության, Ուկրաինայում արդեն 4-րդ տարին ընթացող պատերազմի հետևանքով գրեթե 1.200.000 ռուս եւ մոտ 600.000 ուկրաինացի զինվորական է զոհվել, վիրավորվել կամ անհետ կորել։ Ընդհանուր կորուստները ըստ կենտրոնի այս գարնանը կարող են հասնել 2 միլիոնի։ Պատերազմի ընթացքում ռուսական կողմի զոհերի թիվը կազմում է
525,000։ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ըստ ուսումնասիրության ոչ մի խոշոր տերություն այսքան զոհ չի ունեցել։ Ուկրաինական կողմի զոհերի թիվը կազմում է 100,000-ից մինչև 140,000։ Միայն անցած տարի ռուսական կողմից զոհվել կամ վիրավորվել է մոտ 415,000 զինվոր։ Я не думаю, что подобные доклады можно и нужно расценивать как достоверную информацию. Կրեմլը հերքել է այս տվյալները, դրանք որակելով ոչ վստահելի։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ պետք է հիմնվել պաշտպանության նախարարության տվյալների վրա, բայց միևնույն է ռուսական կորուստների թիվը չի նշել։ Մինչ այդ մեկ այլ պատերազմի վտանգն է ավելի իրատեսական դառնում, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն է հայտարարել, թե հաջորդ հարվածն Իրանին ավելի հզոր է լինելու, հիշեցնելով, որ Իրանի ափերին արագությամբ եւ մեծ ուժով նավատորմ է մոտենում։ Ինչպես Վենեսուելայի Պարագվայում, այս դեպքում եւս այն պատրաստ է իր առաքելությունն իրականացնել արագ ու եթե պետք լինի բռնության կիրառմամբ, գրել է Թրամփը, կրկնելով պահանջը՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Լրատվական կենտրոնում այսքանը, օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում, կհանդիպենք։